Մի անգամ եւս բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ժամը 14-ն է, 2-ն է ժամը, մոտավորապես 3 ժամ առաջ էի նորից ավտոլայվի ռեժիմով եւ խոսում էի Սամսոնյանի վիճակի մասին։ Մենք րոպե-րոպե սպասում էինք, թե երբ են վերջապես տեղափոխելու նրան իր ընտրությամբ հիվանդանոց եւ նշեմ, որ կարճ ժամանակ առաջ, երևի մի կես ժամ առաջ, մոտավորապես նրան տեղափոխեցին, հասցրեցին արդեն Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Ես երկու օր չէի տեսել, քիչ առաջ տեսա, ասեմ, որ վիճակը արտաքինից շատ ավելի վատ էր, քան վերջի անգամ էի տեսել, արդեն հյուսվածություն, արդեն դանդաղություն, հացադուլի 14-րդ օրն է։ Հացադուլի հետ կապված ասեմ, բժիշկի հետ զրույց տեղի ունեցավ եւ զրույցի արդյունքում բժիշկը մանրամասն ներկայացրել է իրեն թե իր հիվանդության եւ թե հացադուլի դրա վրա ազդեցության բոլոր հետևանքները եւ ցուցել է անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով Նարեկը որոշում կայացրեց, բժշկի ցուցումը հաշվի առնելով որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը եւ կարծում եմ ճիշտ որոշում էր, որովհետեւ իսկապես իր վիճակը անհանգստություն է առաջացնում բոլորիս մոտ։ Ասեմ ինչի մասին է խոսքը վերաբերում է նրան, որ նա հունվարի 9-ին հայտարարեց հացադուլ, դրանից առաջ արդեն նրա ունեցած առողջական խնդիրների մասով դեռ հունվարի 5-ին մենք պաշտոնապես տեղեկացրել էինք իրավասու մարմիններին, իհարկե խնդիրները սրվել էին մի քանի օր շուտ, նոր տարվա հենց օրերին, դեկտեմբերի 31, հունվարի 1 եւ այս երկու գործընթացները միմյանց վրա խիստ բացասական ազդեցություն էին ունենում։ Մի կողմից հիվանդության վիճակն է, բժիշկների հետ իմ զրույցն է նաեւ դրա մասին, որ դա ազդում է կոնկրետ հացադուլը ազդում է հիվանդության վրա, մյուս կողմից էլ հիվանդությունն է այլ գործոնների հետ մեկտեղ ազդում հացադուլի վրա, այն արագացնում հյուծվելու, թուլանալու պրոցեսը եւ մեծացնում են վտանգները, որոնք առողջության համար առաջացնում է հացադուլը։ Եվ լավ է, որ իր բուժող բժշկի հետ զրուցելով, բժշկի ցուցումները լսելով, Նարեկը նման որոշում կայացրեց։ Այնուհանդերձ նշեմ, որ հացադուլը պայմանավորված էր իր նկատմամբ խայտառակ ապօրինությունների հետ։ Սա ոչ միայն եւ ոչ այնքան անձնական խնդիր էր, այլ նրա խնդիրն էր, որ մեր երկրում արդեն հնարավոր են նման բաներ։ Դեռ 1 տարի առաջ նման բաներ կարծում եմ հնարավոր չէին։ Ես ենթադրում եմ, որ այս նոր հատակը ձևավորվեց հատկապես 2025 թվականի ամռանը, երբ որ մենք տեսանք, թե ինչպիսի խայտառակ քրեական հետապնդումներ էին իրականացվում, ինչ աստիճան իրավաբանությունից հեռու քրեական հետապնդումներ էին իրականացվում մեր բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, այսինքն քրեաիրավական, քրեադատավարական դիրքորոշումներ էին արտահայտվում, որոնք վստահ եմ դեռ 1 տարի առաջ պարզապես դժվար կլիներ կամ անհնար կլիներ ինչ որ մեկը նման բան ասեր, նման դիրքորոշում հայտներ, նման թուղթ ստորագրեր։ Սրանով է պայմանավորված Նարեկի հացադուլը եւ նորից ասեմ, հացադուլը դադարեցվել է բժշկի հետ զրույցի արդյունքում, հաշվի առնելով այն անդառնալի հետևանքները, որոնց շեմին նա կանգնած էր։ Այսօր աչքիս ընկավ, թե
բժիշկներից մեկը կանադահայ մեր շատ հարգված, մեր կողմից շատ հարգված Քեյթ Թաջիրյան, որ ամեն օրը վերջի օրերին որոշակի այսպես տեղեկություններ եկելուն մարդու օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին հացադուլի 10-րդ օրը, 11-րդ, 12-րդ օրորի եւ այսօրվա իր գրածը արդեն շատ լուրջ ահազանգ էր եւ իսկապես ես կարծում եմ որ պետք է էլի ինչպես հացադուլի որոշմանը այնպես էլ այս որոշմանը վերաբերենք հարգանքով եւ նաեւ հաշվի առնենք, որ որոշումը կայացվել է կոնկրետ բժշկական իրավիճակը հաշվի առնելով։ Հիմա այստեղ թղթաբանության հետ կապված հարցեր կան, բնականաբար Նարեկ Սամսոնյանի կարգավիճակը մնում է նույնը, նա կալանավոր է, նա Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եւ իրավական process-ը այնպիսին է, որ եթե անձը տեղափոխվում է բուժ հաստատություն, ապա նրա հիվանդասենյակը այդ ընթացքում համարվում է տվյալ քրեակատարողական հիմնարկի տվյալ բանտի անբաժանելի մաս, այսինքն այդտեղ գործում է քրեակատարողական հիմնարկի ռեժիմը, ամբողջ ծավալով է գործում։ Այ հիմա օրինակ ես որ երեկոյան գնամ Նարեկին այցելության, պետք է նույն կերպ գրեմ այսպես կոչված պահանջագիր, որը ես միշտ գրում եմ, կամ մյուս պաշտպանները միշտ գրում են քրեակատարողական հիմնարկ մտնելիս, որպեսզի թույլտվություն ստանանք ուրեմն զրուցել, տեսակցել ավելի ճիշտ։ Նույնն է այստեղ մշտապես քրեակատարողական ծառայողներ են լինելու, այսինքն մենք պետք է արձանագրենք, որ գործ ունենք մարդու հետ, որը շարունակում է մնալ նույն անազատության ռեժիմում, բանտային կալանքի ռեժիմում, ուղղակի նրա բանտային կալանքի կրման վայրը այս պահին հիվանդանոցն է, այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան բժշկական, այսպես քրեակատարողական բժշկության մարմինները դրա անհրաժեշտությունը կտեսնեն։ Իսկ անհրաժեշտությունը ակնհայտ է, նույնիսկ ոչ բժշկի համար է ակնհայտ, որ կա եւ առհասարակ հուսով եմ, որ այս անհապաղ հոսպիտալացման այս որոշումը, որը շատ կարևոր էր կարծում եմ, մոտակա օրերս արդյունք կտա եւ Նարեկը կսկսի վերականգնման process-ը, որը նաեւ կհեշտացնի եւ կարագացնի ամենակարևորը իր բուժման, բուն հիվանդությունից բուժման process-ը։ Ախր հասկանում եք, տեսեք ինչ հարցերի մեջ ենք մենք հիմա։ Մի մարդու կապակցությամբ, ով մեղադրվում է իր ոդքասթով հետույք բառը ասելու համար, լավ, sense հասկանում եք, էս է մեր հարցը։ Էս է մեր բուն հարցը։ Սրա մասին է խոսքը։ Եվ իսկապես դժվարանում եմ, քանի որ երեք նորից ասեմ, նախորդ լայվում էլ է անդրադարձ որոշակի կատարել։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել էր։ Լավ, ասենք մենք մեր գործն ենք անում, մենք գիտենք ոնց ենք անում։ Նախ մենք չգիտենք, որ դուք ձեր գործն եք անում, տեղակ չենք։ Տեղակ չէինք առնվազն։ Երկրորդ էլ ես չեմ պատկերացնում, եթե մարդը քաղաքական պատճառներով հացադուլի է նստում։ Բա լավ, արդյոք տրամաբանական չէ անձամբ գնալ ադրբեջանցի կալանավորներին անձամբ գնում էր օրինակ։ Կամ մարդ ուղարկել, որ հասկանա լավ, ստե խնդիրը ո՞րն է։ Թե մենք հասկանանք, որ այն աշճան պարզ է, որ այն աշճան ակնհայտ է խնդիրը, որ դրա կարիքը չկա։ Բայց եթե այդ աշճան պարզ է եւ ակնհայտ է, որ տեսակցելու կարիք չկա, ինչի համապատասխան հայտարարություններ չեն կատարվում։ Իսկ եթե պարզ չի, եթե հասկանալի չի, ինչի ճշգրտումներ չեն արվում անձամբ հացադուլի որոշում կայացրած, քաղաքական պատճառներով հացադուլի որոշում կայացրածից։ Այ ինչի է դրա փոխարեն իրականությունը փորձ կատարվում լղոզել եւ ներկայացնել, որ դա գիտեք, մեր երկրում հարյուրավոր մարդիկ են հացադուլ անում քրեակատարողական հիմնարկներում։ Առանց հստակեցնելու, որ սա այն դեպքն է, քիչ դեպքերից մեկն է, ես չեմ հիշում վերջի անգամ նման բան երբ էր եղել։ Երբ որ անժամկետ հացադուլ հայտարարի քաղաքական պատճառներով անձը, որը իրեն համարում է քաղբանտարկյալ, որի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի համապատասխան լրագրողների պաշտպանության կառույցը ահազանգ է հնչեցրել, պետությանը ժամանակ է տվել, մարդ, որի նկատմամբ նախորդ տարվա հետապնդման հետ կապված
Ելով ասես անդրադարձ չկատարեց Եվրոպայի լրագրողների կառույցները, եվրոպական կառույցները, Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, որը ասեմ։ Ու այս պայմաններում խոսք է գնում նրա մասին, որ մենք գիտենք մենք մեր գործառույթները ինչպես ենք իրականացնում։ Նաև ըստ էության ոչ ուղիղ, բայց մեր մեղադրանք է ներկայացվում, որ դե դուք ասացիք պատժախոս, բայց դա պատժախոս չէր եւ այլն։ Ես չեմ ասել, որ պատժախցային պայմաններ են։ Ես եմ հայտարարություն տվող եղել։ Եվ պետք չի իմ խոսքերը աղավաղել։ Ես ասել եմ, որ տեղափոխել եմ պատժախոս։ Այո, այդ տարածքը կոչվում է պատժախցային հատված եւ այն տեղը, որտեղ որ նարեկն էր, հենց պատժախոս էլ կոչվում է։ Հենց պատժախոս էլ կոչվում է։ Ես չեմ ասել, որ պատժախցային ռեժիմով է։ Ու առհասարակ մեր բոլորի ամոթն է, որ մենք չունենք համապատասխան պայմաններ մեր քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի մարդիկ, ովքեր որ այս ծայրահեղ միջոցին են դիմում իրենց իրավունքների պաշտպանության համար, մանավանդ քաղաքական իրավունքների պաշտպանության համար, շատ ավելի վատ պայմաններին են փոխադրվում, քան իրենց սովորական պայմաններն են։ Այսքանը մենք սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Նարեկը նորից ասեմ վատ էր իր տեսքը, բայց կարողացավ նաև երկու խոսքով ասել, որ եթե հրապարակային խոսես, խնդրում եմ անհանգստացողներին իմ շնորհակալությունը հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր որ այս ընթացքում հետևում էին եւ անհանգստանում էին։ Հայտնում եմ շնորհակալությունը Նարեկի անունից եւ նաև կարծում եմ ձեր անունից կարող եմ հույս հայտնել, որ այս գործընթացը բժշկական գործընթացները ուշացած չեն եւ իրենց արդյունքը կտան։ Շնորհակալություն բոլորին, անհրաժեշտության դեպքում նորից ձեր հետ կհաղորդակցվեմ։